հայտնի փաստ է, որ հոգեբանը պատրաստի պատասխաններ եւ այսպես ուղի խորհուրդներ չի տալիս, բացառությամբ այն դեպքերի, երբ որ ինքը կարող է դա անել հիմնվելով գիտահեն, հետազոտահեն տվյալների վրա եւ կիսվի գիտական փաստերով եւ դրանք հрамցնի որպես ուղիղ ինչ-որ պատասխան եւ ուղղորդում։ Բայց հիմնականում, երբ որ նմանատիպ իրավիճակների կամ բովանդակությունների մասին չի խոսքը, հոգեբանը որևէ բան չի ասում, այ այսպես է ճիշտ, այնպես է սխալ, բայց համենայն դեպս երբեմն լինում է որոշ իրավիճակներում, հատկապես երբ որ մարդուն բարդ է, դժվար է, ինքը ուզում է հասկանա ու հարցում է, ոնց է ճիշտ, սենց է ճիշտ, նենց է ճիշտ, գուցե սա սխալ է։ Բնականաբար հոգեբանները խուսափում են եւ ուղիղ պատասխաններից եւ չեն անում ու եւ դա ճիշտ է, որովհետեւ այստեղ սուբյեկտիվության շատ մեծ բաժին կա, կոմպետենտության դաշտի, սահմանների հարց կա, պատասխանատվության հարց կա, դրա համար հոգեբանը ուղիղ չի պատասխանում, բայց համենայն դեպս հոգեբանը կարող օգնի, որպեսզի այցելուն ինքը այդ հարցին պատասխանի։ Եվ եթե դες մոտ հարց առաջանում, թե այ սա է ճիշտ, թե նա է ճիշտ, այսպես սխալ է թե ճիշտ, դուք կարող եք ինքներդ ձեզ հարցնել, այն ինչի շուրջ, որ ես մտածում եմ, կամ այն տարբերակները, որոնք որ ես պահին կան իմ առջև ու ես պետք է ընտրեմ, արդյոք դրանք առաջինը համապատասխանում են իմ արժեհամակարգին, թե ոչ, եւ երկրորդը, արդյոք դրանք տանում են ինձ դեպի իմ նպատակների իրագործում։ Եթե այս երկու հիմնական հարցերին պատասխանը դրական է, ապա հավանաբար դա ճիշտն է։ Եթե երկուսին էլ պատասխանը բացասական է, ապա հավանաբար դա սխալ է։ Դե իսկ եթե դրանցից որևէ մեկին դրական է, մյուսին բացասական, սա արդեն էլի այն դաշտն է, որտեղ անհրաժեշտ է մտածել, ինքնուրույն կարելի է քննարկել հոգեբանի հետ, բայց չակնկալելով ուղիղ ուղղորդում այս հարցում։